Զուտ ռազմական, եթե ասպեկտով դիտարկենք, Վենեսուելա ամերիկյան հատուկ գործողությունը ինչ գնահատականի ինձ թվում է 10-ից 10, եթե մենք զուտ վերցնենք հենց այդ գործողությունը ինքը իրանով 3 ժամ բոլոր խնդիրները լուծված են, մեկ վիրավորել չկա իրանց կողմից։ Եթե մենք զուտ ռազմական Այստեղ ինձ թվում է մենակ ռազմականով պետք չէ նայել, ինձ թվում է բացի ռազմականից նաև ուրիշ կոմպոնենտներ էլ հետախուզական աշխատանքի շատ բարձր կարգի արվել են։ Չեմ զարմանա, եթե ահագին բարձր պաշտոնյաներ արդեն օրինակի համար լոյալ չեն եղել այն պահին, երբ որ այդ ամեն ինչը սկսվել է, որովհետև շատ սահմանափակ փորձեր էին բանակի կողմից օրինակ մի բան անել այդ ամեն ինչի մասին։ Մեկ էլ մի հետաքրքիր հանգամանք է, որ հենց նախագահի շուրջը մեծ մասամբ վարձկաններ էին, ոչ թե իր բանակի։ Կուբայից հատկապես։ Այո, էլի ինձ թվում է բավականին հետաքրքիր ինչ-որ հանգամանք է, որ ցույց է տալիս, որ եւ ինքն էլ բոլորին արդեն չէր վստահում այդքան։ Բայց պետք է ասել, որ հենց ռազմական մասն էլ Դելտա խումբը, ես ինչքան հասկանում եմ, այդ պալատը վերակառուցել է եւ մի 100 անգամ փորձել է այդ ամեն ինչը սկզբից սովորել է, փորձել է, շատ պատրաստված։ Դա նախորոք երկար ժամանակ նախապատրաստություն տեսած։ Այո, ինձ թվում է, որ գոնե եւ ոչ մի ինֆորմացիա դուրս չի եկել։ Այո։ Ну, ինչ է նշանակում դուրս չի եկել։ Դուրս չի եկել, որ դուրս հասներ, դուրս չի եկել, որ գալու են հենց այդ դելտան է գալու, գա գողանա, բայց որ հարված է պատրաստվում, դա բավականին ակնհայտ էր, ասենք, որ շատ բարձր հավանականություն կա։ Այսինքն գիտեին նաև Վենեսուելայի հիմնական պաշտպանները այդ մասին։ Բնականաբար գիտեին, կարող է ակնկալում էին, որ տենց ռազմական հարվածը ավելի լինելու ինչ-որ բանակի թիրախներին, ոչ թե այս տիպի ինչ-որ մոտեցում, բայց կյանքը ցույց տվեց, որ մեկը պատրաստվել ոչ մի բանի չկարողացան։ Հա, ձեզ չի զարմացնում, ինչպես է չզոկացվել հակաօդային պաշտպանությունը։ Այդքան էլ չի զարմացնում, հատկապես եթե այն հանգամանքը, որ ես նշեցի, որ կարող է լավ աշխատանք արվել տարբեր պաշտոնյաների հետ, եւ ես ինչքան հասկանում եմ Վենեսուելայում այնքան վատ էր վիճակը, որ Մադուրոին իսկականից սիրող մարդ դժվար երևի կլիներ գտնել, այդքան էլ շատ չէին իրենք այդ ամեն ինչը ունենալով կարողացել են տարբեր տեսակի տարբեր մոտեցումներով թույլատնեն բանակը եւ բացի դրանից այո Վենեսուելան ուներ մի քիչ, ասենք, մեծ մասամբ Ռուսաստանից գնաց, ասենք ոչ ամենա երևի նոր մոդելների, բայց բավականին լավ 400 ունեցել են։ Այս 400 ունեցել են, բան բուկ ունեցել են, բայց քանակի մասին այդտեղ մեծ քանակների մասին խոսքը չի գնում, ինչքանով այդ ամեն ինչը էֆեկտիվ կիրառել գիտեն եւ ես ինչքան հասկանում եմ այդ պետությունում արդեն շատ ինստիտուտներ լավ չէին էլ աշխատում, իսկ այնտեղ այն կողմից ունեք աշխարհի ամենաուժեղ օդուժը, որը հաստատ այն քանակների հետ հակաօդային պաշտպանության, որ այնտեղ կային, խնդիր չէր կարող ունենալ, բայց կարող է գոնե ասենք մի հատ կորուստ ունենալ կամ բայց էդ էլ չեղավ ու ես ինչքան հասկանում եմ լուրջ հակաօդային պաշտպանության միջոցները չեն էլ կիրառվել որևէ ձևի։ Ըստ ինչ որ Իգլայից արձակվել է մի քանի կրակոց եւ այդ դա է ուրիշ ոչ մի բան։ Այսինքն զոհերը գետնի վրա են եղել արդեն։ Զոհերը ես չկասկանում մենակ պալատում են եղել հենց այդ պալատում ներխուժման ժամանակ ուրիշ ոչ մի զոհ չի եղել։ Մյուս հետաքրքիր հանգամանքը, որ ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը հատկապես չկարողացան կամ չփորձեցին օգնել Վենեսուելային։ Իսկ ոնց օգնեն, միշտ այդ ոնց են օգնում ստրատեգիական ընկերոջը, սովորաբար։ Ոնց օգնես, նկատի ունեմ, որ ուզեն էլ ոնց օգնեն, այդ իրանցից ինչքան հերոյ է, իրանք ոչ մեկ Ռուսաստանը որևէ ձևի ռեսուրս չունի այդքան հերոյ իր պետությունից ուժ
պրոյեկցիա անելու Չինաստանը մի քիչ ավելի շատ ունի, բայց դա հաստատ Վենեսուելան իրենց համար այդքան չարժի, բացի դրանից ինչն էլ որ փորձեն բերեն այդտեղ մեկը ամերիկյան ուժերի հետ ռեգիոն տարածաշրջանում որևէ համեմատության մեջ չի կարող մտնել։ Հիմա կարելի է ուզել մի բան, բայց հնարավորությունների մասին էլ է պետք խոսալ նաև։ Հիմա Ռուսաստանում էլ գիտեին, որ սենց է լինելու կամ ինչ-որ որևէ բան լինելու է, բայց մենակ ասում էին, որ դե շատ վատ կլինի, որ ԱՄՆ-ն ներխուժի Վենեսուելայի գործերի մեջ, այդ մինչև գողանալն էլ Մադուրոյին այդ խոսակցությունները կային, որի վրա օրինակ պետքարտուղարը ԱՄՆ-ի ծիծաղաց պրես-կոնֆերանսի ժամանակ, ասաց բան նոր տարին շնորհավոր Սերգեյ Լավրով, ինչ-որ տենց մի բան մոտավորապես։ Լավ, Մադուրոյին չեզոքացնելով ինչ խնդիր է լուծում Վաշինգտոնը։ Դեռ չգիտենք, որովհետև մենք չգիտենք հիմա Վենեսուելայում ինչ ձևի է ձևավորվելու նոր կառավարությունը, բայց իրանց ուզածը իմ հասկանալով նա է, որ այնտեղ լինի մի կառավարություն, որը կլինի ավելի պրո-ամերիկյան եւ ամերիկյան նավթային ընկերություններին կթողի, որ մասշտաբային աշխատանք վարեն Վենեսուելայում։ Չեն էլ թաքցնում դա բաց ասում։ Ավելին ասում են, որ Վենեսուելան պետք է խզի բոլոր տնտեսական կապերը, նկատի ունեն երևի նավթի առողջարքը Չինաստանի, Կուբայի, Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Այո։ Սանկցիաներին համապատասխանի, ասենց ասած, իրանց բարապաշարով։ Երևի պատահական չէր նաև ռուսական նավթատար նավի ձերբակալումը ամերիկյան։ Այդ շատ հետաքրքիր պատմություն է, որովհետև այդ նավը ռուսական է եղել, այո, այդ ասենց կոչված ստվերային նավատորմի նավերից մեկն է եղել, բայց ինքը երբեք ռուսական դրոշի տակ չի եղել, ես ինչքան հասկանում եմ, այտենց սխալ որոշում է ընդունվել Ռուսաստանում, չգիտեմ ում կողմից, որ փոխենք դրոշը ռուսական, որ ձեռ չտան, որ այսա չլինի։ Ու ոնց որ դրա պատճառով հակառակ ավելի ոնց որ ուշադրությունը դրան շատ ավելի շատ է արդեն գնացել ու ստեղ էլ ես որ տեսա ինչ որ փորձերի մասին դե ինչ որ ռուսական նավատորմ ուղարկել, փրկել, բայց դա ոչ մի ձևի ռեսուրսների հետ համահունչ չի ծովային Ռուսաստանի, որ իրանք կարողանային դա անել ու բնականաբար չկարողացան։ Դե տեղի ունեցածը պիտի ենթադրել նաև կարելի է այսօրվա ռուսական կողմից հնչած հայտարարությունների հիման վրա եզրակացնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները փոփոխություն տեղի կունենան։ Շատ հետաքրքիր հարց, նաև սա է շատ հետաքրքիր հարց, որովհետև Ռուսաստանում ես ինչքան հասկանում եմ ստրատեգիան այնց է, որ Թրամփի դեմ շատ նեգատիվ փորձում էին շարժումներ չանել, որ կարողանան այս ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ինչ որ ԱՄՆ-ի դիրքորոշումը մի քիչ մանիպուլացնեին, ժամանակ ձգեին, նենց անեին, որ Ուկրաինան շոտ օգնություն չստանա։ Հիմա արդյոք այդ մոտեցումից Ռուսաստանը պատրաստ է շարժվել, թե ուզում է շարունակել այդ ցուցաբերել, իմ կարծում եմ, որ մեկը փորձելու են շարունակել ինչ որ անում էին։ Հատկապես Ուկրաինա։ Կզարմանամ, եթե փոխեն տենց գնան տենց 100%-ով Թրամփին դեմ, դա իրանց վնաս մենակ։ Դե հիմա այս ամենին գումարվում է Իրան, Սիրիա էսկալացիան։ Մենք չգիտենք, դա արդեն անմիջական մեր հարևանությամբ է տեղի ունենում։ Իրանի դեպքերը, Սիրիայի, նախ ուզում եմ հարցնել, Սիրիա-Իրան դրանք փոխկապակցված process-ներ են, թե Սիրիա-Իրան փոխկապակցված process-ներ են, թե չէ, դա ինձ թվում է մի քիչ բաց աղբյուրներով ելնելից դժվար չի լինի պատասխանել այդ հարցին, համ էլ այդ ավելի մի քիչ քաղաքական էլ հարց է, իմ գիտելիքից մի քիչ ավելի դուրս, բայց
հետաքրքիր է, որ նույն ժամանակ է կատարվում, բայց պետք չէ մոռանալ, որ Սիրիայում անդադ մի բան կատարվում է, նենց չի որ ինչ որ շատ կարճ, բավականին կարճ ժամանակ մի քիչ ավելի հանգիստ էր։ Թուրքական ներկայությունը բացահայտ։ Հա, Սիրիայի հետ կապված այստեղ մենք մենակ կարող ենք արձանագրել, որ պետականություն մեկը դեռ այնտեղ չկա կամ շատ թույլ է, էլի, երկիր չի դեռ Սիրիան իր սահմանների մեջ։ Իսկ Իրանի պահով թե մենք էլի օրինակ Ռուսաստանի դերն է հետաքրքիր, չեմ կարծում, որ Վենեսուելայից այդքան շատ կտարբերվի, եթե ուղիղ ինչ-որ մեծ պատերազմի մասին խոսքը գնա։ Ռեսուրսներ չկան, ռեսուրսները սա Ուկրաինայում են ու բացի դրանից ձևել չկա այդքան լավ ինչ-որ լոգիստիկայի կամ ինչ-որ լուրջ քանակների զենք զինամթերք ուղարկելու։ Հիմա ինչ-որ օգնություն ցուցաբերում են, բայց այն ինչը որ Իրանը կարացել է գնել այս վերջի կես տարվա մեջ, դա մեկը անհամեմատ քիչ է ավելի ու անորակ նրա հետ թե իրենց դեմ։ Այսինքն նորից կանխատեսելի է Իրան-Իսրայել բախումը։ Կարծում եմ, որ հիմա կարող է եւ Իսրայելում օրինակ որոշեն չխառնվել եւ նայել թե ինքն իրան ինչ այս պրոցեսների հետ ինչ կլինի, որովհետեւ եթե հիմա օրինակ հարված են, կարող է հակառակ էֆեկտ ունենա օրինակ հակառակ ռեժիմին օգնի, որ պատերազմի ժամանակ ինչ դեմոնստրացիա կամ պրոտեստ դժգոհություն դրա համար ես վերջում իրենք են որոշելու բնականաբար, բայց կարծում եմ, որ այս պահին դեռ տենց չի ասի, որ պատերազմը մոտակա ամսվա մեջ 30%-ից ավելի բարձր հավանականություն ունի 20%-ից։ Պատերազմ ասելով անպայման չի, որ սահման հատեն էլի ինչ որ վերջի անգամվա նման ինչ որ մի պատմություն մոտավորապես։ Դե այդ կոնտեքստում շատ է ակնարկվում Ադրբեջանի հավանական օգտագործումը ընդդեմ Իրանի։ Բնականաբար հաշվի առնելով նաև այդ էթնիկ ֆակտորը երկու երկրների բնականաբար ինչ որ չափով դա կատարվում է ու միշտ էլ կկատարվի, հետախուզական խմբերը իսրայելական գտնվում են Ադրբեջանում, դա ինձ թվում է մեծ գաղտնիք չի ոչ մեկի համար, թե ինչքանով ակտիվ հենց օրինակ հարվածին այդ հարվածներին Ադրբեջանի տարածքը կօգտագործվի այդ հարվածների համար, ինձ թվում է որ Ադրբեջանը երևի ամեն ինչ կանի, որ դա չլինի իրանց տարածքից մասսայական գոնե, բայց ոնց կլինի, էլի մենք այսօր 100%-ով ասել չենք կարող, բայց գոնե սենց ասենք ինչ որ շատ մեծ ռեսուրսների տեղափոխում Ադրբեջան, ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից այսօր չենք տեսնում այն չափի, որ դա ինչ որ համեմատելի լինի նրա հետ թե ինչ ուժի հարվածներ կարող են բայց կա տեղեկություն որ զինում են Ադրբեջանը դե զինում են վերջի 10 տարին Ադրբեջանը Իսրայելը հիմա Ադրբեջանն են զինում ստիպեն Ադրբեջանը մասնակցի պատերազմին Իրանի դեմ մի քիչ ճիշտ ասած դեռ ես դժվար եմ դա պատկերացնում հենց ուղիղ Ադրբեջանը մասնակցի դե ուղիղը այո դժվար պատկերացնել է բայց օգտագործել ադրբեջանական կոնյունկտուրան այստեղ։ Դե հիմա օրինակ անցած անգամ այդ ոնց էր պլանը իսրայելական բավականին խորը մտած հետախուզական խմբեր տարբեր դրոններ էին օրինակի համար բերել հենց Իրանի տարածք եւ այնտեղից իրենք շատ մոտիկից հարվածեցին հենց հակաօդային պաշտպանության օբյեկտների սպանեցին բարձր պաշտոնյաների հիմա ով կարա ասի, որ երկրի տարածքով այդ ամեն ինչը արվել եւ այդ դրոնները սկզբից ուր են բերել, հիմա դա կարող է Ադրբեջան լինի օրինակի համար։ Դե Իրանի արտգործնախարարության պատվիրակությունն է Երևանում այսօր։ Այո։ Փոխարտգործնախարարը այս իրադարձություններն են բերել Երևան հետաքրքիր է։ Չեմ կարծում, որ մենակ սրա մասին խոսքը լինի, ճիշտն ասած չեմ բաց ասեմ, չեմ տիրապետում երբ է պլանավորված եղել այս այցը, շատ կարող է որ կես տարի առաջ էլ պլանավորված լինի։ Բավականին մենք հաճախ ունենք Իրանից
հյուրեր, մեր դելեգացիաներն էլ են շատ հաճախ գնում դրա համար ուղիղ կապ կարող է եւ չլինի, բայց կարծում եմ, որ ինչ որ չափով այս իրադարձությունների մասին էլ կխոսեն բնականաբար, բայց Իրանի ու Հայաստանի մեջ ահագին երկկողմանի քննարկելիք էլ շատ կա։ Իրանում իշխանափոխությունը ինչքանով է հավանական, դա քիչ առաջ նաև Մոսկվայի հետ էինք խոսում, հավանականությունը մեծ է, ասում են Ռուսաստանի վերլուծաբանները, բայց մեզ հետաքրքիր է այս մթնոլորտի փոփոխությունը մեր անվտանգային սեգմենտի վրա ինչպիսի ռիսկեր է առաջ բերում։ Լավ է, որ ինձ պետք չի պատասխանել այդ հավանականության հարցին, գոնե հասկանալի Իրանը շատ լավ պետք է հասկանալ դրա համար ներքին իրավիճակը առանձին դժվար ինձ թվում է առարկա է բավականին եթե խոսենք սցենարներից բնականաբար Հայաստանի համար շատ վատ կլինի եթե դա լինի ինչ որ երկրի դեզինտեգրացիա ինչ որ քանդվել կամ ինչ որ մեծ պատերազմ երկրի ներսում քաղաքացիական այդ ամեն ինչը Հայաստանի շահերից ոչ մի ձևի չի բխում ու այստեղ եթե արտաքին ռիսկեր էլ մենք որևէ չունենանք այդ ժամանակ դա տնտեսական բավականին լավ գործընկեր է Հայաստանին լոգիստիկ մի կարևոր ճանապարհ է Հայաստան դեպի որը չի գործի այդ դեպքում հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն տուժի այդ Ես չեմ կարող ես ասում եմ եթե չտուժեն ու ոչ մի խնդիր չլինի դա ամենալավ պարագայում մեկը դա շատ մեծ խնդիր է Հայաստանի համար փախստականներ ինչ ասես դրա համար 100%-ով կարելի է ասել, որ Հայաստանին ոչ մի ձևի պետք չի, որ այնտեղ տենց ինչ-որ վատ պրոցեսներ լինեն պետականության փլուզում, դրա համար մենակ կարելի է ասել, որ Իրանի ժողովուրդը եւ ղեկավարությունը լավ կլինի, որ ամեն ինչը խաղաղ ձևով որոշեն, ոնց է լինելու։ Հայաստանին մենակ դա է պետք, ուրիշ ոչ մի բան։ Ով կլինի, ոնց կլինի, երբ կլինի, այդ որ ամեն ինչը առանց երկիրը պետության քանդվելու լինի։ Հայաստանը ձմեռային զորակոչ է սկսել։ Այո։ Եվ ասում են լավ է ընթանում։ Ավելի լավ քան Ավելի լավ թե ոչ դեռ չեմ կարող հաստատել, բայց դա նաև կապված է նրա հետ թե այդ տարին ծնելիությունը ինչքան է եղել եւ քանի հոգի լքել է։ Հիմա գնացողները արդեն 1.5 տարի են։ Հա։ Կարծում եմ, որ 1.5 տարի բնականաբար ինչ որ մարդիկ ավելի քիչ կվախենան 1.5 տարուց, ես միշտ ասում եմ, որ ես ավելի կողմնակից եմ դեպի 1 տարի շարժվելու, այդ ժամանակ իսկականից ահագին մարդ էլ Հայաստանը օրինակ կարող է չլքի նրա պատճառով, որ բանակից ուզում է խուսափի 1 տարին դա շատ տարբեր թիվ է արդեն 2-ից եւ կա տենց փորձ տարբեր երկրներում այդ փոփոխությունը իսկականից գալիս է։ Ադրբեջանն էլ է իջել ինչքան գիտեմ։ Հա։ Ադրբեջանում 1.5 տարի է, մեզնից շուտ իջացրեցին, բայց Ադրբեջանում մարդ ավելի շատ է բնակվում, դրա համար խնդիրը ավելի հեշտ է լուծվում, այնտեղ ավելի ուրիշ բաներ էլ կան, օրինակ եթե համալսարան ես ընդունվել 1 տարի է դրանից հետո այտենց տարբեր նույնը չի բոլորի համար։ Մեր պարագայում լավ է, որ պայմանագրային զինծառայող վերջի 2 տարվա մեջ, հատկապես վերջի տարվա մեջ շատ մեծ քանակի ստացվեց բանակ բերել, մեծ մասամբ այդ պաշտպան հայրենաց ծրագրով, որ կես տարի ծառայությունից հետո շարունակում եք 5 տարվա պայմանագիր, դրա համար ստացվեց այս փոփոխությունը անել, բայց ասում եմ, մյուս քայլը իմ կարծիքով նա է, որ այսօրվա պայմանագրային զինծառայողների քանակը 2 անգամ էլ աճի ու 1 տարի դառնա, ասենք 3 տարվա կտրվածքով կամ 4